Ինչպես նկատում եք մենք ուղղակի ձև երթևեկության վրա ենք հիմա, ես ու Վարդանը, ոնց են դեպի, պետք է աչանեի, չէ՞։ Լավ, հեսա կետանք կփարակը։ Ուղղակի ձև երթևեկությունն է երրորդ մասյան։ Սուրեն բարեկամս, նայիր տես, դու երկար տարիներ ԱՄՆ-ում ես եւ կարոտել ես։ Դրա համար հատուկ քեզ նվեր այս կադրերը եւ իհարկե մեր մնացած բարեկամներին, ովքեր ուզում են տեսնել երրորդ մասի շրջանաձև երթևեկությունը, մեր Porsche ելևեջների ներքո։ Արեդ շատ այ բրբռում ախպերեսի։ Տանում սա ծեծ եմ ախպեր։ Հələ տեսի՞չ սիրուն այս մասը տեսեք։ Երրորդ մասի շրջանաձև երթևեկության ներսի կողմն է, որտեղ մարդիկ ազատ իրենց համար կարող են զբոսնել ու լսել տարատեսակ մեքենաների շարժիչների բռոցը։ Իսկ հիմա մենք այս գեղեցիկ երթևեկությունից աչք կանենք դեպի հայրենիքի կողմ ու կգնանք ուղիղ Վանաձոր, Վանաերկիր են գնում այսօր ու մեր օրը սկսելու է այդտեղից այսօր բավականին ծանր եւ միլիմետրանոց օր է, որովհետեւ պետք է 4 պատվեր հասցնենք տալ, առաջինը Վանաձոր, հետո Աբովյան, հետո Գառնի եւ Հոկտեմբերյան։ 4 առիթներից 3-ը հարսանիք է։ Հայոց աշխարհում զույգերը միավորվում են, հայոց սուրբ օջախներ են կառուցում, իսկ մենք մեծ հպարտությամբ եւ սիրով գտնվելու ենք այդ առիթներին ու մեր բաժին սերն ու հարգանքը տանենք։ Տեսնա որոշես մեզ զիջին, ես դեմ չեմ մի հատ էլ ավարիոնիով կասեմ ապրես։ Եվ աղջիկը գալիս է, որ ահարգո ձևով անցնի ճանապարհը, իսկ ես գազ էի տվել։ Ոչինչ։ Կարևորը զոհեր չեղան։ Գնում ենք, տեսեք, կանգառում կանգնած մարդիկ սպասում են իրենց տրանսպորտին։ Սպորտային է իրավիճակը, ընկերներ։ Ով կարոտել էր այս տեսարաններին, հուսով եմ կարոտները տառակ, իսկ հիմա մենք երևի թե դադարեցնենք մեր նկարանները կամ թող անցնեն բոլորը, անցնեն նոր դադարեցնենք, հա, նկարահանումները, որպեսզի հետաքրքրությունը չկորի, կադրի հարստությունը մնա։ Ինձ զանգում են տնից, ալո, Հայկունի, լսում եմ։ Բարեկամներ, ճանապարհները այսպիսի բաներ են, երբ որ ընկնում ես ճանապարհի վրա եւ ցեղվում ես գազացողը ու գնում ես, տանում է ուր ուզես եւ քո հավատն ու հույսը պետք է միշտ փայլի այս ճանապարհի, ինչպես որ մերը։ Մենք ուրախ ենք, բարի եւ գնում ենք միշտ լավ նպատակներով։ Եվ մեր ուզածն այն է, որ մեր ազգը բարի լինի։ Մեկը մյուսին հարգի ու սիրի եղբոր ու քրոջ նման։ Եվ ինչ որ սխալ անելուց պետք չէ ազգովի դառնանք ազգովի չէ թեկուզ, բայց կան մարդիկ, ովքեր եղբայրական քույրական սերը ու առասարակ սեր ասածը չեն զգում ու երբ որ հայրենակիցներից մեկը մի թեթև վրիպում է անում, համացանցը սարքել են պատերազմի դաշտ եւ հրթում են այդ մարդուն։ Ծվեն են անում, սարքում են ազգի դավաճան, կարծես թե նրանք են ներողը կամ չներողը կամ դատողը ու չդատողը։ Դուք իրականում բարեկամներ, թեկուզ դուք բարեկամ չեք, բայց ասում են բարեկամներ, դուք այդքան չկաք, դուք այդքան ձեր հողենյութ շինվածքով այդքան չկաք, իմացեք, դուք չկաք այդքան, որ ինչ-որ մեկին դատապարտեք կամ ասեք սխալ էր արել, թե ճիշտ, թե բնությանն էր վնասել, թե ինչ էր արել։ Ես վերջերս մեր մեջ սոցցանցերը ոնց որ ավելի շատ վատ ձևով աշխատեն, քան լավ։ Այսքան լավի մեջ ես մի օր չտեսա, որ մի թեմա սարքեն շատ լուրջ, ազգովի քննարկեն առանց մեկը մեկին շշելու, բշտելու։ Այդ կուլտուրան լավ կլինի վերացնեք, որովհետև դուք այս փոքր ազգի մեջ շատ մեծ դեր ունեք, ինչքան էլ դուք չեք գիտակցում ձեր դերը, բայց դուք մեծ դեր ունեք, ձեր մեծ դերը մի օգտագործեք վատ ու չար նպատակներով։ Բարիացեք, գեղեցկացեք, որովհետև մեր հայոց աշխարհն է այդպիսին։ Իսկ մարդը, երբ որ բնության հետ ապրում է ներդաշնակ, պետք է լինի բնության նման։ Հələ նայեք ինչ սիրուն Սևան ունենք։ Շատ գեղեցիկ Սևան։ Այս մեր Սևանին, այս սիրուն գեղեցկուհուն, մարդիկ կան իրաց թույլ են տալի, ասեն կեղտոտ է, էս սա այնա, ինչ իրավունք ունեք, պետք չի այդպես, պետք չի բարեկամներ։ Մենք ինչ ունենք, պետք է գնահատենք ու այդ արժևորումը մեր մեջ այնքան բարձր լինի, որ ձեր նշած այդ կեղտերը ոչ միտեղ չլինեն։ Եթե մի բան արժեք ստեղծվի մարդու հոգում, նա կյանքում վնաս չի տա այդ արժևոր բանին։ Այսինքն, եթե մարդը
այն գիտակցական մակարդակում որ ունակա կեղտոտել բնությունը կամ սևանը կամ ինչ-որ բան, նշանակում է այդ մարդը ունի օգնության կարիք, ոչ թե որ իրան քարկոծենք, այլ սովորացնենք ու արժեքները հասցնենք այն մակարդակի իր հոգում, որ նա ուղղակի ունակ չլինի ինչ-որ վատություն անի մեր բնությանը։ Թե չէ, ունենք որոշ զանգված մարդկանց մի խումբ, բարեկամների մի խումբ, որ ուզում են որ բարեկամ լինեն, անկեղծ ուզում են որ իրանք բարեկամ դառնան, որովհետև մենք քիչ ենք մնացել, պետք է ամուր լինենք։ Եթե ուզում ես մի հարված հասցնես, բռունցքի տեղը ասենց հասցնես, այսպես բաց, հաստատ մատերդ կջարդես, իսկ որ ասենց ալնում արդեն բավականին լուրջ գործիք է դառնում։ Հետևաբար եթե ես հիմա ինձ համար եմ փակ մնացածին ասեմ, հա դուք վատն եք, նշանակում է մենք թույլ ենք ազգովի։ Հետևաբար մեզ պետք է խմորում, որ բռունց դառնանք ու սովորենք մեկս մյուսին չդատապարտել, որովհետև եթե մեր եղբայրը, մեր հարազատ եղբայրը կամ քույրը եթե մի սխալ անում է, մենք նրան չենք սարքում ամբողջ աշխարհով խայտարակ, փորձում ենք սովորեցնել, ցույց տալ արժեքները, որ մարդը ուղղվի, ոչ թե չարացնենք նրան ավելի շատ։ Առանց էլ մեկը մի սխալ արած դու գանում են էդի մեկ ակցերին։ Հետո հանրությունն է ելնում իրան դեմ, ասում է դու ով ես, ինչի դες բան արի, դե երկու մարդը լրիվ սկսում է իր ազգը չսիրել, որովհետև ազգը իրան չի հասկանում։ Հետևաբար ով հնարավորություն ունի, խնդրանք ու պահանջիչ որտեղ որ սիրենք մեկս մյուսին, որովհետև միայն սերն է ստեղծում, արարում եւ տալիս։ Ատելությունը միայն խլում է, ատելության վերջը պատերազմներն են, ցավն է, վիշտը եւ արյունը։ Իսկ սերը միայն բուժող է եւ ավելացնող։ Սիրում ենք իրար, իսկ ես ընկադյալը ջեփ հասանք արդեն համարյա դուրս են գալիս Գեղարքունիքի մարզը։ Գնում ենք Դիլիջանով գնանք Վանաձոր։ Վանաձորում, Վանա աշխարհում այսօր մենք պետք է ինչ անենք, հարսանիքի մասնակից լինենք, անպայման, բայց մինչ այդ պետք է ուտելու հարցերը լուծենք, տենանք որտեղ ենք գնում, հացանվենք, թեթև էլի, տենց հավեսով, ագահաբար չէ, չուտենք ուտելու համար, այլ ուտենք, որ ֆիզիկապես գոյատևենք մի քիչ, ու գնանք առաջ, հզորանանք ծովիցով Հայաստանով, գնացի Ես միշտ երազում էի այս հատվածում կանգնել Սևանի ու չէի կանգնում, որովհետև Վարդանը սես կողքս նստած կողքս Վարդանը սես ձեռով սես գազ պեդալը սխմեր, սես արագ անցնում էինք, բայց այս անգամ ասեցի Վարդան, ձեռը տարեյան, պետք է իջնենք ու նկարենք Սևանը, այստեղից այս պահը, այս գեղեցկությունը և շարունակենք մեր ճանապարհը։ Ապես вообще ուտել չեմ սիրում։ Չո, դավա, շատի ուտեմ արդեն։ Հասկնեն ծովադյուղի Ջեք Վարաբեի նավը, այն որ կամախները մեջից իջնում են։ Ստե պրոստը էր կամախի թեմա չկա, որտեղ լիքը ուտելու բան կա, ուտում են ու ավել են նես մենը բոլ են։ Եվ իհարկե հայավարի հաց ուտելուց հետո խմում ենք, գիտեք ես ինչա, կոֆե։ Բարեկամներ, տեսեք եղնիկներն են կադրերում, կաղա իշնես որ կադրը մաքուր ստացվի։ Տեսեք գեղեցիկ կանգնած են, վայելում են իրենց արոտը, ընտել բանը, իրենց մսուրն է, նայի, մսուրք կամ հացամանը, խոտամանը, բարեկամներ, ահա այսպես տեղավորվել են լճի ափին և ապրում են մեր սիրուն կենդանները։ Երթևեկում ենք, անփորձան գնանք հասնենք Դիլիջան, հետո Վանաջան,
Դիլիջան ու Վանաջանը մեր շատ սիրուն քաղաքներն են։ Ուլտիմա եկավ ու ռազմարոտած։ Օ այս կամերան, գիտեք ինչքան մեքենաներ են նկարել, ինչքան մարդկանց գրպանին է կպել այս սրիկան։ Եվ հենց այս կամերային, այս նկարանող սարքին նայելով մտնում ենք Տաբուշի մարզ եւ նորակառույց ճանապարհով են գնում թունելյան։ Տեսեք ինչ լավ ճանապարհ են սարքել, ոտքներս դինիխերով միշտ ցես լավ ասֆալտների վրայով գնանք, մեքենաների կյանքն էլ երկարի ընթացամասի։ Իհարկե, շատ գեղեցիկ է, հիանալու աստիճան գեղեցիկ է։ Հրաշք, ահա եւ Դիլիջան, Սևան թունելի գեղեցկությունը, կոկիկությունն ու մաքրությունը։ Ասել ենք արդեն կեսերը, մի քիչ հետո դուրս կգանք թունելից։ Թունելում կյանքը միապաղաղ է, միշտ նույն ձևի է։ Հենց չի մտնես թունել, մի օր ցերեկ կլինի, մի օր լույս։ Միշտ նույն ձևն է։ Պատճառն այն է, որ սա թունել է։ Սարի մեջի ճանապարհը։ Սարը ծակել ճանապարհ են սարքել, որ շուտ հասնենք Դիլիջան։ Եթե չլիներ սա, հիմա սարերի վրայով բոլորապտույտ ճանապարհներով պետք է բարձրանայինք ու իջնեինք, մեքենային վնասեինք։ Տեխնոլոգիա։ Շատ կարևոր գեղեցիկ թունել է։ Կապրեն սարքողները ու պահողները։ Բայց դու զգացիր նոր տափակ էր գրիշը, հետո դարձավ կլորավուն։ Հա՞, այդ բազգացի, ես նոր եմ զգացել, ես հիշում եմ որ էս իսես պետք է, բայց դեմից որ մտան քառակուսի ոսի կարող է ուրիշ թունել։ Հետո նոր բարձրացա, որ չէ, կարող։ Էրզարումից տարիներ առաջ եկան ճավախ քանգրվան գտան մեր պապերը օջախ հիմնեցին հեծանավորներն են օտար երկրյա վարակվել են Հայաստանի հեծանվամոլությամբ եւ եկել են հեծանիվ են վարում Հայաստանի Դիլիջանի ոլորաններում, հեսա կետան կուկուռուզել կուտան, ես գիտեմ։ Իսկ ձախից տեսեք ինչ աշուն է, Դիլիջանյան աշունը, որը ոչ միտեղ չես կարող տեսնել ու գտնել։ Եվ իհարկե տորմուզ տվեց մի մեքենա անհասկանալի հանգամանքներում, բայց ոչինչ։ Կուկուռուզի տաղավար ընկերներ, եկեք ու վայելեք կուկուռուզի տաղավարը։ Օ, բարեկամ, ես սկսել եմ բան անել, փոշիացնել իմ հետևից եկողներին։ Մեծ արագյալ զավակն եմ քոտան, փոքրիկ դրախտ մեծ ճավախում, արենցին է գովքად երկում։ Տեսեք ինչ գեղեցիկ է տոնածառ, բանեմ, Եղևնիների կանաչությունը այս դեղինի մեջ, հրաշք մի իրավիճակ, Դիլիջանը ուղղակի զարդարված է ու բոլորիս ասում է ջան, ջան, Դիլիջան, մեր պապերը երկրին կարոտ, Դիլիջան գալիս, միշտ ուզում եմ ասեմ, ջան Դիլիջան, ողջույններս իմ շատ սիրելի դիլիջանցիներ, իմ բարեկամներ ու ընկերներ, Շամախյանցի Ժոր եւ իհարկե Նարեկ իմ բանակի ընկեր։ Ոնց եք, ամեն ինչ կարգին է հարգելի դիլիջանցիներ, մենք հիմա ձեր կողմերով ենք անցնում, ինչքան գեղեցիկ է աշունը, հիանալու չափ ոգևորվելու եւ հուզվելու չափ գեղեցիկ է աշունը։ Եկեք Դիլիջան ու ասեք ջան, հանգստացեք հավեսով ու հետ գնացեք։ Բայց եթե շատ եք ուզում կարեք մնաք էլ, որովհետեւ այստեղ ամեն ինչ կա մնալու համար, բայց տեսարանը դյութի չէ, շատ սիրուն է, հələ տեսեք։ Վարդան համաձայն ես որ շատ սիրուն է։ Ես հիմա շորթ եմ նկարում, որ մեր բարեկամները տեսնեն այս շորթը, հետո YouTube-ով որոնեն ու տեսնեն թե մենք ոնց են գնացել Դիլիջանով անցել, չեմ ասի ուր են գնացել, որովհետև կարողա մտնեն տենան անակնկալը լինի հեչ։ Հա։ Լավ մնացեք, արգանքներս բոլորին։ Բարեկամներ, հա, տեսնում ենք խցանում է Դիլիջանի սկզբնամասում, բայց մեր հոգում խցանումներ չկան եւ մենք միշտ հզոր ենք։ Եկել ենք ուրախ անցնենք Դիլիջանով գնանք, Դիլիջանի սկիզբն է, տեսեք, Sky Supermarket, Sky, չէ, ճիշտ կարդացիմ, չէ, Ski։ Հա? Sky I չի, բայց Sky I պատիլի, I չի Y-ա ջոգիր, Ski։ Հա, չգիտեմ ոբշեմ, տենց, տեսեք, տուրիստներն են մեզ նայում,
ռոպկայի արի ախպետ։ Ուծող։ Հուզվել եմ Դիլիջանում ընկերներ։ Դիլիջանյան հուզիչ մելամաղձոտ եղանակ է մնում է Տերյանը այս տեղի մասին մի լավ բանաստեղծություն գրած լինել, որպեսզի հենց հիմա համեմեինք մեր տեսանյութի մեջ այդ ամենը, պատկերացնում եք։ Հրաշք է, տեսեք գեղեցիկ շրջանաձև երթևեկությունը, որը ձախ անցնելով միանգամից կգնանք Կիրովական, Վանաձոր։ Գնում ենք ձախ։ Դա մի կռուգ անեմ, թե սենց եկանք։ Գնացինք, լավ, այսօր մեր հիմնական վերջնակետը դա Վանաձորն է, դրա համար Դիլիջանում շատ չմնալ։ Ամեն դեպքում գեղեցիկ է Դիլիջանը, տես լիճ երևում է Դիլիջանում։ Շատ սիրուն է։ Գեղեցկություն, հաճելի գեղեցկություն։ Բայց ահագ են տուրիստներ կային։ Դիլիջանում էլ են շատ տուրիստները։ Հիմա մեր ժոր մեծ աղբոր հետ շփվենք դենանք ուրա, մտածենք տեսնվենք, եթե հարմար կլինի, եթե ստեղ կլինի տարածքում կլինի աշխատող կարող մնացածալի այլ մարզեր կամ Վրաստան կամ Ռուսաստան, ինչ իմանաս։ Ժոր, բարևին բարեկամ։ Անուշ աղբեր, մեծ աղբեր, ժոր հետ խոսացինք։ Նա սարերից է իջնում, որովհետև բնությանը մոտ է, իսկ իմ ընկերները բոլորն են բնությանը մոտ, բնության հետ ընկերացած ապրում են։ Մենք չենք կարող այդքան սպասել, դրա համար գնում ենք ուղիղ Վանաձոր, Դիլիջանով Վանաձոր, սիրուն է էլի Դիլիջանը, կաստեմ իմ 15 օր ապրես հետո հետ եթաս եղեք Նաձոր, տնից էլ են ջերմուկ մի 15 օր ապրես, հետո գաս եթաս Վանաձոր մի 15 օր ապրես, ու ապրել, այնպես ապրել, որ սուրբ հողը չզգա քո սեփական անձի ծանրությունը։ Մարդիկ կան, շալակն են ելել աշխարհի, մարդիկ էլ աշխարհն են շալակաստանում։ Բա, չգիտեիք, իմացեք, հա, դեղին ծառը վկա աշնանային։ Խոսփորողը ծառից հեռու չի գնի։ Այդ խոսքերը դեռ մանկուց եկել են։ Օ, բարեկամներ, տեսեք ինչ գեղեցիկ է Դիլիջանի վերջնամասերը, որ գնում ես դեպի Վանաձոր։ Հորա զիլը հայ-հայա խփում էր ձեռիս։ Լավ, ոչինչ։ Ապրի զիլի վարորդը, որ ամփորձանք լինի միշտ։ Նայ, սիրուն է։ Ծառերի մեջ գեղեցիկ տներ, կամ հանգստյան տներ են, կամ տներ են, չգիտեմ, բայց որ գեղեցիկ է եւ կանչող, նրա մասին խոսք չկա։ Ես էլ բագետները, ախպեր։ Նստես էլ ես անտառների մեջ թրև գաս։ Բարեկամներ, սողանքի արդյունքում բոլոր բուսական աշխարհը համարյա թե վերացել է, բայց մի քանի ծառ ելել են ու ասել, մենք նորից կաչենք ու այդ դժվար պայմաններում աճել մեծանում են։ Այս սա է պետք բոլորիս մեջ, երբ որ մեր հոգում ահասար սուր եւ սաստիկ քամիների ու երկրաշարժների պատճառով մեր հոգին մի քիչ ավերվում է, պետք է ձև գտնենք նորից ծաղկեցնելու եւ աճեցնելու։ Այնպես որ գնացինք առաջ։ Բնությունը խոսում է մեզ հետ։ Ուր ես դու։ Որտեղ են ամեր playlist-ում, որտեղ կապերն են տատանվում։ Հա, չկա։ Գեղեցիկ է տեսարանները այսօր, ու միշտ է գեղեցիկ, մնում է նկատենք ու կապն էլ չկա, որ երբ դնենք, բայց է սա ով ամեսը մի լավ երբ կդնի, տեսելով կգնանք էլի, որպես չի մնա։ Ես ճանապարհի այս հատվածը շատ եմ սիրում, Դիլիջանից Վանաձոր, տեսեք ինչ գեղեցիկ է, տեսեք, բացվեց չքնաղ տեսարանը, հանդել են սարերը շատ գեղեցիկ է ստացվել ու ճանապարհ են անցկացրել, ինչը հիանալու բազմակի առիթ է, տեսեք, սա ֆիլմային տեսարան է, ֆիլմ նկարողներ, երբ որ Հայաստանում ֆիլմ նկարեք, մի մոռացեք այս տեսարանը, որովհետև ուղղակի հեքիաթային է։ Կարակում են իրար է, այդ տեսարանները ստե նկարեք, հետո մեկեստից թռնի, իշտի ձորը, ու քանի որ լորվա հողը շատ փափուկ է, այդ մեքենայի մեջի մարդիկ ողջ մնան, ու հետո պարզվի, որ ողջ մնացածները կրակողի
երեխաներն են իստա չգիտեր, որովհետև Հնդկաստանում տուրիստական ճամփորդության ժամանակ կորցրել էր ընտանիքը, հետո հանգամանքների բերումով թշնամի է դարձել ու չիմանալով, որ դրա իր երեխաներն են։ Հետո ձյաձը ջոգում է, որ երեխեքն են ընկերանում են մի մեծ հայկական հարսանիք են անում այնտեղ։ Ի պատիվ այն բանի, որ հենց լորվահողը փրկեց իրենց, փափուկ էր ու մեքենան ընկամվեց հողի մեջ փափուկ, նրանք էլ չմեռան ուդարից։ Բայց դե ոնց որ կամերա կա, հա, մեկ ինչ նկարվանք։ Չէ, չկար ստե։ Դե չկար հյանն։ Ախ այդ չափիկները արագայի։ Կերել են կյանքներս։ Չեն թողում մարդ նորմալ ազատ գազի շշաձողը սեղմի։ Քաջավարանցին հասավ օգնությամբ բժիշկ մայիսներ հայրապետյան Լեցիկ Վանաձորը առաջնային մեր գործողությունն այն է, որ գտնենք Միլագրոն, հետո վերադառնանք արդեն ծաղիկի ու մնացած հարցերով մեր հարցերը լուծենք ու հասնենք էլի գործի։ Շատ հնարավոր է, որ մեր գեղեցիկ զույգն է այս ավտոշարացյան մեջ։ Երևի մեր հարսնիկն է ապրել, elə որ հարսնիկից մարդկա հարցն է։ բժիշկ մայիսներ հայրապետյան արկերի պայթյուն լսվեց սարերում վիրավոր տաղերք քիչ էլ համբերեք քաջավարանցին հասավ Ընգար աղբերս։ բժիշկ մայիս Ընգար։ Ոչինչ, Ազերբայջան, այդ է ծնգնելով սովորում ես ավելի ուժեղ ես ելում։ Ես էլ եմ ընկել։ Հա, սաղս է ընկել ենք, ես էլ եմ ընկել։ Ապրեք։ Միլագրո ռեստորան տեղավորվենք ու սպասենք հյուրերին։ Գան մտնեն ներս, հետո մենք մտնենք։ Այսօր շատ զբաղված օր է մեզ համար։ Բավականաչափ վայրեր պետք է գնանք, այցելենք, անակնկալներ անենք։ Հետևաբար մենք բավականաչափ արդեն ուշացածի նման մարդիկ ենք։ Ախպերս ավտոն կայնած է, չէ՞։ Օ, եկել են օրո։ Մոլոդեց։ Շո, ասես դեր կկանգնենք ախպեր։ Դες ծաղիկները թող լինեն բախտավոր, մենք բոլորով ասում ենք շնորհավոր։ Հարսնփեսան դեն, հարսնփեսան մեզ չեն ճանաչում, բան, այստեղ մեզ չեն ճանաչում, զգացել ես։ Այսքան մանեկանք մի հոգի ասած մենակ ես ձեզ ճանաչում եմ։ Ես գիտեմ, որ դուք անակնկալների վարպետ եք։ Մի հոգի ընդամենը Վարդան։ Ինչքան վատ է, որ Վանաձորում մեզ քիչ են ճանաչում վանաձորցիները, բայց ոչինչ, կդիմանանք այդ չճանաչողությանը։ Բարեկամներ, մենք հիմա չքնաղագեղ Միլագրո ռեստորանի աստիճանների վրա կանգնած պետք է մտնենք ներս։ Այսօր մեր արևի եւ իհարկե Օ, բարեկամ, Արմեն, իմ անկության ընկեր, ոնց ես։ Լավ ընկերս, դու։ Լավ եմ, լավ։ Բայց շատ շուտ ես եկել։ Գիտեմ, որ շուտ եմ եկել, բայց տես ինչա կատարվում։ Պետքա ես ձեր մոտից հետո ասեմ Աբովյան, հետո Գառնի, հետո հոկտեմբերյան։ Հիմա տամ չեմ։ Հիմա չես տալի։ Ինչքան հնարավոր է շուտ, էլի։ Կանչել եմ մեղանչական մի ժամ։ Հավատամ։ Ոյ լավ, 6:15։ Դե լավ, մարդ ես կարող ստացվի։ Եթե ես տա։ Բայց ոնց անենք, դու ինչ անես հետո ինձ կանչես։ Նա ես կարամ իրես ոնց անեմ, երբ խորովածը տամ, Հա։ դրանից հետո ես անակնկալը անեմ։ Всё։ Հա մենք սա քանեցինք մի 10 րոպե զոր սկսենք, մոտավորապես ես քեզ 30-ից 40 րոպե ընթացքում կտամ։ 30։ Ո՞ւմ է այդ ձևով բան կանենք, էլի։ Հա, հիմա 5:15, 6:15, Փորձեմ։ Փորձենք։
Փորձում ենք, ինձ թվում է կստացվի։ Բարեկամ, հարգանքներս։ Զանգահարողները մենք ենք էսա։ Ես գիտեմ Աննա ջան, բայց Վոլգոգրադի քերի հոպար Արտուրի կողմից։ Վոլոգդայ։ Ես էլ Վալոդիա եմ կարդում բանը։ Վոլոգդա։ Էլի կասեք, չէ՞։ Չէ, դու չասես։ Դու մի ասա, կթշնամանակ այն մանկության ընկերությունը։ Այն մանկության ընկերությունը կկորի։ Ինչա շեշտի, ես հա, կենաս թողասի, հա։ Դե Ռուսաստանից հա։ Հա։ Չափով դի զանգեներ, որ Թող զանգեն։ Կենացը թողասի, հա։ Ես ծափեր կուզեմ։ Վոլոգդայի Արտուր հորեղբոր ընտանիքի համար։ Արտուր, հորեղբոր եւ կնոջ։ Հա, Մարինեի եւ երեխաների, 3 տղաների։ Արկադի, Սերոփի եւ Սերոժայի կողմից, հա։ Վոլոգդայի հարգելի հայեր, ինչ են այդ քաղաքի անունը դրել Վոլոգդայ։ Վոլոգդայ է հենց։ Հա, Վոլոգդա։ Մեծ քաղաք է, էլի։ 13 տարին դեղել է։ Հա, դու հիմա նոր ես հետեք, էլի եթալու ես։ Բայց Էսա։ ոչ շով սիրունա։ Լուրջ է, էլի, լրջի մեջ Վոլոգդայից է այս կոնյակը։ Շատ ապրեք, շատ։ Բա, հեսա Սամվելն ու Արևը։ Սամվելն ու Արևը։ Բայց կանչել են։ Էլի նվեր են ուղարկել։ Հա, գումարը նախորոք։ Ուրա տվեք։ Փեսին են ուղարկել։ Ա, նախորոք են ուղարկել։ Տեսեք իշ գեղեցիկ 221 է, որին փակեց Toyota Camry-ին։ Camry, հա? Հա, Camry-ը։ 35։ Օ, գնաց հրաշք տեխնիկան։ Նա գնաց թողնելով մեզ մոտ հուշեր, նրա երաժշտությունն էր, արի գնանք Բանգլադեշ։ Ընկերներ, Վանաձորում մենք տեսանք այս գեղեցիկ քանդակը, մեկ նմանեցրեցինք Մաշտոցին, մեկ նմանեցրեցինք Սայաթ Նովային, այնպես էլ վերջնական չորոշեցինք ում արձանն է, այնպես որ կուզենանք, որ մեկնաբանություններում գրեք ում արձանն է։ Հոպ անակնկալ ապե ջոգիր, բայց հարցն ու փեսան հիմա պետք է պարեն, չէ՞։ Կա մտնես հետներ եթաս։ Հարի։ Շատ գիտեմ ուր են աղբեր։ Անձ են սպասում։ Ջոգում ես, դուրը բասվի ես մտնեմ։ Հարցն ու փեսան նոր են մտե, հիմա էլ հին հարցն ու փեսան են մտեք։ Բարեկամներ, հիրավի լարված է վիճակը իրավիճակի հետ, հա? Լամբորջինի, հա? Էսի բյայդի է աղբեր, բիլիոր դրիմ աղբեր, ասում է հետևիդ երազանքներով գնա, տես բաներ է խոսում։ Վանաձորյան իրարանցումն են կերներ, լավ ավտոներ են կշում վանաձորցիները, ինչ խոսք։ Բարև ձեզ։ Աղբեր է չի լացում, օգնություն է գորում, օգնեք։ Աղբեր կաղա մեր անակնկալն է ասում, արկածի բան է ասում։ Կա կողից ասել են աղբեր, աղաց ոչինչ աս, մեր Արմենը աղբերն էլ իմ մանկության ընկեր Արմենը ասում է, օրինակ։ Կարա ատես բանելի։ Բարեկամներ, մենք այս նոր Միլագրո ռեստորանի աստիճանների ներքևում ենք։ Մի քիչ սպասեցինք այնտեղ, հետո բարձրացանք մի հարկ վերև, հիմա հասել ենք արդեն դռան մոտ։ Մնում է իմ մանկության ընկեր Արմենը կանչի մտնենք ներս։ Արմեն, կանչի, Արմեն, կանչի։ Հերիք է մի բերանասի անակնկալ կա, ես դուրը բացել եմ մտնեմ մանկած, ես շիկակա։ Ապեր գուանո էր են մեկի անունը, գուանո։ Լացում, հա։ Չի գալիս Արմենը։ Արմեն արի։ Բարեկամներ, ամբողջ հարցը եւ իրադրությունն այն է, որ մենք հələ պետք է 3 պատվերել հասցնենք տալ, որից մեկի մեջ անգամ ունենք Կարաբալա։ Կարաբալայի պատմությունը հետեւյալն է։ Վարդան գիտես, որ Կարաբալայի իսկական անունը Ստեփանա։ Կարաբալայի իսկական անունը Ստեփանա։ Դու գիտես իր պատմությունը։ Ինքը ծաղիկավ, ծախ է ու օրվա վերջ, այն որ արդեն ջոգելա չեն առնում,
գժվել է իմ նման, հանելը սաղին նվերա տվեց աղայքները։ Դրա համար ասում են կարաբալա, ծաղկանվեր ծերունի։ Ծաղկանվեր ծերունի։ Ապեր ինքը ավելի շատ նվիրել է, քան վաճառել է։ Դրա համար գործերը տակ տվեց, դրա համար միշտ էլ ինքը այդ բանով այլ է, պալտոյով։ Այդպես չեն առել իրանից ծաղիկներ, փող չեն տվել, չի կարացել շորը փոխի, ինպես այս սպիտակ բաներ հագնի։ Բայց Կարաբալան վերադարձել է 21-րդ դարի ստիլով ու այս անգամ արդեն էլ բանը նվեր տալիս է, բայց փողն էլ է վերցում։ Բա մեր Արսենը աղբերը պատմեց Կարաբալայի պատմությունը։ Արսենը Կարաբալան է, որ այսօր պետք է գա։ Արմեն կանչի։ Ախ Արմեն, իսկը պահներ խորովածի պահին մտնեինք հարցին փեսային սեղանի կողմից կանչեին գային, անակնկալ անեին, գնայինք էլի։ Վերջացրեք։ Թուրտել է ազգում ես, եղանակներ ծրտա, պասենք արդեն կուրտկա հակնենք աղբեր։ Բուշլատ։ Մենք նստել ենք աղբեր արդեն։ Արմենն է սպասացնում, դուք չեք սպասացնում, ես արդեն կարայի մտածել նեի։ Հա բա, Արմենն է մեղավոր։ Իմ մանկության ընկեր Արմենը Հարսիկի օրեղբոր կողմից է, Արտուր օրեղբոր, Մարինե օրեղբոր կնոջ եւ երեխաներից, Սերոժի, Սերոփի եւ Արկադի կողմից։ Արևի եւ Վոլոգդան, հա, Վոլոգդան կարող է պայտակ չհիշեմ, չասեմ, բայց մնացած աստատ ասելու եմ, հələ պլյուս այդքանին։ Մի հատ էլ բանը, անունները Հարսի ու Փեսայի Սամվել եւ Արևիկ։ Նկարենք, ճամփենք։ Արի աղբեր։ Արի տաղա, անտ ի՞նչ է։ Ռոստոմ, բարեկամս։ Այս էստես հələ տենակ երբ են մեզ փողում ներս մտնենք։ Այդ ֆոտո էր, թե վիդեո եք ամ, թե հեռարձակում եք։ Հա, հեռացը պայեցիկ երևացինք, հա, երևացել եմ, նորմալ սիրուն մեջ երևում եմ։ Արտուր Հոպարն, հա։ Արտուր Հոպար, բարի օր։ Արմենը սուտող խմող տղա է։ Հա։ Կարող է իրոքից ասենք։ Ինչ ասենք։ Հա, իրոքից մի բերան ասեք, կա մոռացած էլի։ Կա մոռացած էլի, որ դռան մոտ մարդ կա կայնած էլի։ Ես այսօր էլ 3 հատ գործողություն պետք է անեմ, ուշանում եմ բոլորից։ Արդեն ուշացա։ Վերջ։ Всё։ Հարգելիներս, այն մարդկանց ում գործը կուշացնեմ, տեսեք ինչ են անում իմ հետ։ Այսպես կանել եմ ստել։ Ես եմ ու պատը։ Ուր է Արմենը։ Ասա Արմեն ջան, մի մոռացի։ Մանկության ընկերներիդ եկել են։ Այ աղբեր ուր ես, գալիս է, ժպիտը դեմքին, իմ ընկերը։ Ճիշտ ասա, մոռացել է իմ արևը։ Դավա իշացրիկ։ Աղբեր, հա, դե ասա անակնկալ կա, ես մտնեմ միկրոֆոն կգողանամ։ Աբրիս աղբերս, մալադեց։ Աբրիս դու մեզ իրավիճը կփոխի դա։ Չէ, բաստա որ մի անգամից մտնենք, արդեն վсё, բանը բանից անց։ Բայց շատ հեռու է գնում Արմեն, հələ նայ ուր գնացավ սա։ Արիս դե կային ենք, չեն տենա դեմքս։ Բայկում են արդեն վերաբարձր ծավալենք և բարեկամներ տեղեկացնեմ, որ այս երեկոյի ընթացքում լինելու են բազում անակնկալներ և իհարկե գեղեցիկ մրցանակներ և հիմա առաջին անակնկալը Հարսի։ Հիշում եմ։ Ըստ քեզ ում կողմից կլինի։ Չէ, Արմեն, այդ բանը չանես։ Չես ապրել զարմացած լինել։ Ես ներկայ եմ, բայց չեմ ասել։ Վախացել ես Հարսիկին։ Չէ, երկրորդ կողմից չէ։ Ասում։ Չէ։ Սկիզբում էլի, չէ։ Իսկ ահա ասավ երկրորդ մասը քաշված։ Հլնդե, ոնց որ Յանին է շուտ կանչել է, մի հատ էլ այսքան խոսցնում է։ Խավոր լեջի, ազատ արտասուներ չեն։ Արդա, շատ չխասեմ, ես մի վարկան ու դուրս գամ, դուք անակնկալը կվայրեք։ Եկեք բարձր ծափարեք և տեսնենք, թե անակնկալը ում կողմից է լինելու։ Շնորհակալ եմ Արմեն, շնորհակալ եմ բոլորիդ բարձր ծափերի համար, ծափեր եք տալիս DJ, ձենը կամաց թող ծափեր լսենք։ Ծափեր տվեք, մի հատ ակտիվ անում ենք, որ լավ կերպ անենք։ Կավորն է ասում, կավոր է, ապրեք ծափերի համար։ Մեր շատ սիրելի թագավոր ու թագուհի Սամվել և Արևիկ, ձեզ խորովածից հետո հրավիրում ենք կենտրոնական պարարապարակ, ունեք անակնկալ։
գեղեցիկ ձևով, ծափերով համեցեք։ Գալիս են այսօրվա թագավորն ու թագուհին, որպեսզի իրենց օրը սկսի անակնկալով, խորովածից հետո ամենալավ անակնկալն ենք բերել։ Մեր հարսիկի, այն բարեկամների կողմիցը, ովքեր այստեղ պետք է ներկա լինեին, բայց այստեղ չեն։ Դրա համար ասել են, որ բերեմ քեզ ծաղիկները տան, որ նվիրես։ Ու մի հատ գրկես պաչես։ Եղավ, պայմանավորվեցինք, բայց գիտես, ասալ թո ծափտան, որ պաչեն։ Ժողովուրդ ծափտան է։ Իր բարի աչքերով տարավ ինձ երջանիկ բախտի ճանապարհ Գեղեցիկ պահ ստացվեց, ապրես Սամվել միշտ այդպես գեղեցիկ պահեր կազմակերպես մեր Արևիկի համար եւ այս ամենը շատ մեծ սիրով իր հարազատներն են ուզել, բայց քանի որ մեր Արմենը հարցերը նես տվեց, տենց էլ մեր ճիշտը չասիր, ամեն դեպքում մի հատ էլ ես հարցնեմ, ում կողմից կլինի, որ այստեղ պետք է ներկա լինեին, բայց ներկա չեն։ Իրականում, եթե ես մի քիչ խորանամ, կասեմ, որ դու ճիշտ ես ասել, ինչ? Հետո ուշեց։ Դե ես ավելին կասեմ, համ աղբերների, համ հոպարիտ, համ էլ հոպարիտ կնոջ կողմից, Արտուր հոպարի, Մարինեի, Սերոժայի, Արկադիի և Սերոփի կողմից մի վարքյանում սիրեցի քեզ անակնկալը ձեզ, բայց այսքանը հլա ամենը չի, էլի ունենք անակնկալ, ես էլ մեր Սամվելին ենք տալիս, Փեսա, դու իմացի, մենակ Փեսա չես, 3 աղբեր ունեցար, պլուս, նրանք բոլոգդայում են ու քեզ շատ են սիրում, վերցրու նվեր է նրանց ուղարկած, բայց պետք է բացես, տես մի վերց, չէ, հանում ենք, սա հատուկ խորհրդանշական նվեր է, որ բացեք ու էլի, հան, էլի, տես ինչ է կատարվում, պտտիր նրան, Ուրել մեզ հասնի Զույգ են այդտեղ, սեր և երջանկություն ձեզ, գեղեցիկ կյանք, ու ես կոնյակը գիտես երբ ես բացելու, 5-րդ երեխան ծնվելուց։ Բայց ասա, որ պիտի շատ երեխեք ունենան, էլի, Արմեն։ Լավ, երորդի, դավայ, բայց պետ հարցիկին ենք հարցնում, եթե ասած, ուրեմ հա, երորդին, 5-րդին, վերջ, Սամվել դու ստացար կանաչ լույսը, այնպես որ բարեկամ, այսօրվանից սկսում եք, շնորհակալ ենք ծափերի համար, ձեզ բարձր տրամադրություն և իհարկե շնորհակալ եմ Արմեն քեզ, բայց հոպարը խոսք ունի ասելու, լսենք, ասա հոպար, լսենք, Շնորհավորեց հոր եղբայրը, բոլորից շատ է սիրում, հետ էլ ծափեր ենք տալիս հոր եղբոր ընտանիքի համար, ես մենք գնում ենք, Արմեն ուզում է հեռախոս տայ քեզ, արի քո միկրոֆոնը տա, տամ քեզ գնա։ Շնորհակալ եմ բարձր ծափան։ Այս են յուրահատուկ անակնկալները շատ իրեն։ Ահա բարեկամներ, մենք հենց հիմա նստում ենք մեքենա և օրենքով սահմանված արագությամբ հեռանանք դեպի Երևան։ Օրենքով, օրենքի տարին համահունչ, այնպես որ մենք միշտ սիրում ենք օրենքը պահել և շատ ուրախ ենք, որ օրենք կա։ Մենք օրինավոր ենք, օրենքի ծառաներ, օրինած մարդիկ, օրենքով։ Լայքեք այս օրենքին համապատասխան, հիմա կմիանամ իրար հետ կեթանք Երևան։ Բարեկամներ, այսօր Ալբերտի և Արգանքներս Սպարտականս։ Ստյոպանն է, Սպարտակ ջան։ Ես էլ եմ մի քիչ ստյոպ, էլ։ Հա, քեզ էլ են խառնում եք մեկ ստյոպ ասում, սպո ասում։
պոստյոտ։ Հա, բան, Արտեմ ասում։ Հա, ինձ էլ այդ նույն բախտին եմ արժանացել։ Ուրեմն Ալբերտի եւ Էլենի հարցն է։ Այո։ Ալբերտը եւ Էլենը այսօր որոշեցին կազմել հայոց գեղեցիկ Սուրբ ընտանիք եւ այդ առիթով հանդիսավարին է մեզ պետք կանչենք դուրս։ Եվ այդ առիթով մեր Էդգար եղբայրը իր երկու գեղեցկուհի քույրիկների հետ որոշել է անակնկալ անի իր հոպարի, իր հորեղբոր որդուն ամուսնանալու արդիվ։ Հա, տեսա՞լ ինչ լավ ասին։ Էդգարի Անահիտի եւ Գայանեի կողմից բերել են գեղեցիկ ծաղիկներ, կոնյակ, ոսկեղեն, սեր ու հարգանք։ Պատկերացնում եք, հիանալի է ամեն ինչ։ Հիմա մնում է նաև Ղարաբաղ ենք բերել։ Բարև բարեկամ, ինչպես ես։ Դավիթ, Ստեփանոս, Դավիթ ջան, Ստեփան, շատ հաճելի է։ Եղբայրս, մենք կարանք տենց 9-ի կողմերը երբ է երաժշտությունը վերջանալու։ Ասեք ինչ ասեմ։ Անակնկալ պիտի անենք։ Դու ուղղակի հայտարարես, որ անակնկալ կա, մտնեմ ներս, միկրոֆոն տաս հայտարարեմ ես նվերները տանք Փեսային Արսիկին, ուրախացնենք, հետո Ղարաբաղան մտնի ծաղիկներ տա, հելնենք հետանք։ Ղարաբաղան գալիս է։ Անակնկալը ում կողմից, հա։ Այդ ես կասեմ։ Բանը, ես կարամ քեզ ասեմ զուտ որ դու իմանաս, բայց հա, ես ասել եմ, էլի միկրոֆոն տալու ես, ես խոսամ, սիրուն տեղին հայտարարենք, նվիրենք գնանք։ Շատ հաճելի է, Դավիթ ջան, առաջին անգամ հանդիպեցինք։ Բարեկամներ, Դավիթը շատ լավ հանդիսաբար է, լուրջ, կոկիկ եւ կիրթ։ Գոնե լսի ինչ եմ խոսում նոր էլի։ Դա ապեր այնա լավ եկել ես, էլի, ես դիալոգ եկել ես։ Կազմակերպեք, չէ։ Դու պետք է հայտարարես, չէ, որ գա։ Դավիթ, բայց մարդ ես կա մեր բարեկամներից մեկը տենա, ուզենա որ դու լնես իր առիթի ղեկավարը։ Հələ համարը տասա։ Լավ, սպասի ես ելեմ, դու կասես որ նկարենք ուղարկենք, էլի։ Ինչը։ Վիդեո պետք է անեմ գրկեմ Ամերիկա։ Դու ես նկար, մենք ուղարկելու ենք։ Դե ասա դու գնա խմելու դու։ Բայց ես կարամ քետ խմեմ։ Հետո էլ այսօր չէ։ Դու երբ ուզես։ Այսօր առույլի եմ։ 24 ժամ։ Ես Всё։ Մեր ախպերը պրավա չունի։ Всё դե Արտեմ ջան։ Չէ։ Գալուս ջան։ Գալուս ջան, всё իրար կտենանք։ Երաշտությունը վերջացավ։ Հա։ Արդեն համարը 10-0 0 հանդեղ ասեմ։ Հա, անդե կամ ինձ, ոնց կուզես։ Ես կարող կողից հետ։ Գրեմ կարթը։ Հա, 077 Չէ, 96 Հա, 096 61 61 11 11 13 13 Այո։ Ջան, Չձգիմ։ հա։ Մի խոսքով, եթե ուզում եք Դավիթը գա ու ուրախացնի ձեզ, գեղեցիկ վարի ձեր առիթը, կաղած ձեր հետ էլ ես գամ, ինչ իմանաս, անակնկալ է, էլի։ Մի խոսքով կզանգեք։ Ախպերս, ես բոլորին էլ փորձում եմ օգտակար եմ ինչ-որ չափով։ Ինչ-որ չափով բարեկամներ, Ղարաբաղան մի քիչ ուշանում է, որովհետև մտել էր հոկտեմբերյանի դաշտերը, որ վարդերը քաղի լսնի Զամբյուղու գա։ Այդ իսկ պատճառով մենք կանգնել նրան ենք սպասում։ Ես եմ Դավիթնա Վարդանը, սպոնել գնաց ներս։ Գալուս ասում եմ սպոն։ Չէ, բայց բան է, իր անունը Սպարտակ է, էլի։ Ես Ստեփանն եմ, որ իմանաս։ Դավիթն է, աղբերն է, Նարեկն է։ Ու մենք բոլորս սպասում ենք քեզ, մտանք ներս, ես մտնում եմ ելնեմ, հենց ես կասեմ, ահա եւս մեկ անակնկալ։ Չես մի բան փողաց, հենց դու կամես ասած, լավ։ Բարև ձեզ։ Այն ինչ է ելը։ Վահեն ինքանի պապայսակից բարակու։ Ինչ ես գողացել, Վահեն դու ես։ Խաղալիքը դու ես տարե։ Ինքը փողացն է խաղալ։ Երկու հատ կվերցես այդ խաղալիքից, կբերես սիրտը կշահես։ Նա ձեր։ Հենց մատ է, թե չեմ նամայն ասում։ Հարս Ալբերտ Էլեն, Էդգար Անահիտ Գայանե եւ իհարկե Փեսայի հայրիկը Հայկը, որ առանձին ողջուններ անենք, հետո Սուսաննան Ալբերտ ջան, Էլեջան, այս բանի ունեք ևս մի անակնկալ, բայց մի անակնկալը ինչ անակնկալը երկու կողմից է պատրաստված, անկեղծ ես չգիտեմ, բայց իմ գործընկերը Ստեփանը նա գիտի ում կողմից է եւ ինչ անակնկալ, այդ իսկ պատճառով Ստեփանին կհրավիրեմ սրահի կենտրոն, խոսքը կփոխանցեմ նրան եւ նա արդեն ավելի մանրամասն կասի։ Շնորհակալ եմ Դավիթ։ Շնորհակալ եմ ծափերի համար, որ հիմա տալիս եք, ծափեր տվեք։ Ծափեր բարձր գեղեցիկ մեր զույգի համար, Ալբերտ եւ Էլեն։ Ալբերտ, արի Էլենի մոտ, բարեկամ, դու ես գնացել։ Ինչու ես թողել մենակ Արսիկին։ Սեր թող լինի, սերը թեվացի այս գեղեցիկ սրահում, գեղեցիկ մարդկանց մեջ։ Ալբերտ, ես քեզ ծաղիկներ եմ ուզում տամ, բարեկամ։ Տամ։
տվեցի։ Դու աշկից գիտես, հա։ Դե հիմա դու շատ գեղեցիկ ու նուրբ նվիրի Էլենին, նա թե պաչիկ կանես, որ լավ ծապ տամ։ Եվ մեզ սերը օրորում շուրթերդ լուր եմ, ալ կարմիր նուր եմ Չէ լավ, սրտով ես չեր, սա ես տողոլի, հա։ Հարգելիներ, ասում եմ, եկեք մի բան պայմանավորվենք միասին, որ DJ-ը ես երաշտունը կամաց անի, ընես ծապեր տակ, որ բոլորը իրենց լավը զգան։ Դուք ձեզ ողջունեք, թե չէ։ Հիմա նայք իշխիտերի բան եմ անում, Փեսայի ու հարսի կողմը առանձին են, չէ նստած, այո, ես կողմում կողմնա, Փեսայի կողմնա ծապ տալի։ Իսկ հիմա ծապերը հարսի կողմնա տալիս։ Իսկ հիմա համախմբում ենք հայոց աշխարհը այս սրահում գտնվող բոլորդ եք ծապ տալի։ Այդ թե ես խիտերի եմ, կարողացա, շնորհակալ եմ ծապերի համար, իսկ հիմա ես ուզում եմ այստեղ հրավիրել մեր մեծ աղբեր Հայկին, ով այսօր ամուսնացրեց իր որդուն։ Հայկ, ուր ես, մեծ աղբեր։ Այստեղ չի։ Գալիս է, թե ես չգիտեք ուր են նա։ Սպասենք, հա։ Ալբերտ ինչ կասես, սպասենք բարեկամ։ Այո, սպասենք։ Անպայման սպասում ենք։ Դե սպասում ենք միջ սպասումները։ Արի սկսենք այն մի սիրուն անակնկալները Վարդան, սա պահիր։ Ալբերտ, քեզ մի բան ասեմ։ Անակնկալը քանի որ հարսիկի կողմից չի, քո կողմից է, քո բարեկամներն են։ Ես ուզում եմ քեզ հարցնեմ։ Թե հարսիկից հարցնեմ ում կողմից կլինի։ Արի հարցնեք դու մտ տանջվի։ Ում կողմից կլինի, Էլեն։ Հե? Չէ, չէ։ Չի ճանաչի։ Բա դու հլա ասա։ Իմ մտածելով անունից Էդգարի կողմից։ Դու երևում է, Էդգարին շատ ես սիրում, ինքն էլ քեզ է շատ սիրում, բայց այդ սիրո մեջ էլի մարդիկ կան ներկա, ընես որ դու Ամերիկա ու մնացած երկրներն էլ հիշի որ չեն կարողացել գալ։ Ասում, Էդգարի, Գայանեի, Անոյի, Հունաստանից Գայանի, Էդգարի։ Ընկերներ, Էդգարի, Գայանեի և Անահիտի կողմից է, իրա հոպարի, հորքուրների կողմից, եկեք նրանց համար բարձր գեղեցիկ ծափեր տանք, որ ես հիմա մեծ սիրով շարունակեմ նվերներ հանձնելու արարողությունը, քանի որ եթե միտեղ Ամերիկա ուրեմն նվերներ կա, նվերներ շատ սիրուն, որը բացենք։ Դու ասա, Հարսիկը շուստերի է, նա հասկացա, որ մեծի մեջ մեծ բան է, այսինքն բացում ենք հիմա, Ալբերտ, դու քո ձեռքով բաց տենակ կհավանի, թե չէ ուշադիր ես նայում եմ իրա դեմք։ Անունած սարտիսներ Հավանեց, հա, գեղեցիկ ոսկի, ծապեր տվեք էլ է, դե դիրտեղը, Քս մի օրվա երազի պես Երբ ես ապրում եմ քո սիրով հրապուրվա Հարսիկ, սերը քո հանդեպ Ամերիկայում, Հունաստանում ուղակի եռում է, քեզ շատ են սիրում, ուրախացել են, որ եկել ես իրենց Գերդաստանը շենացնես, այդ իսկ պատճառով հոմի նվեր չէր, որ տալու էին, էլի նվեր ունես, ես էլ ենք տալիս, կապ չունի, որ դու մեծը ընտրեցիր, էլ բաստոտենա ուրախանա։ Ու անսահման սիրով Առողջ լինես, կրես այս ամենը, միշտ առողջ ու սիրված լինես։ Ապրեք ծափերի համար, շատ լավն է։ Հիմա մեր Հայկ մեծ աղբերը եկել է, չէ, ես էլի ձգեմ, հա։ Փախել է ինչ է, ոչինչ կգա։ Ուրեմն էլի նվերներ ունենք, Ալբերտ ջան, բայց այս նվերները արդեն Հարսիկին չեն։ Գիտես ումն են։ Այս մի նվերները մենակ մեր Էդգար աղբոր կողմից է ու ասաց, որ շուտ գնացածել էր Ամերիկա, ավելի մեծ կլնեին։ Բայց քանի որ մեր 2 տարի է գնացել է, այս նվերներն են։ Եվ այս նվերները նրա շատ սիրելի հարսիկների համար է։ Լիդայի եւ Լիդան ստեղ չէ։ Սուսաննայի համար։ Ուր են, Սուսաննան ուր է։ Սուսաննա,
Ծափեր տվեք թող Սուսաննան գա, որովհետև Էդգար աղբերը իր համար ունի նվեր։ Երանի չգար վերցնե ես տանեի, գալիս է, հա, նայք գալիս է։ Սուսաննա, այս նվերը քեզ հատուկ Ամերիկայից։ Թաքցնում եմ Այնակ դուրդ կգա։ Գրեցիք ոսկի, որից այսօր ունեցավ հարցիկը և դուք, իսկ Լիդայի կողմից ամենահարազատ մարդը թող մոտենա։ Ջան եմ ասա, աղբեր, դուք ունեք ոսկի, վերցրու բարեկամ, ծափեր տանք, հա, ես գեղեցիկ պայի համար։ Հայք մեծ աղբեր, անուշ աղբեր, հարազատ, էտուր էին, արի կայնիքով, որ դուք ովքին, քո եղբայրը և քույրիկները շատ սիրում են և ուրախացել են և այդ պատճառով հենց քեզ են որոշել այս կոնյակը նվիրել, որ պինդ պահես, որ 5-րդ երեխան ծնվելուց բացես, հարցիկ 5-րդ երեխան լսեցիք, սրտը վտա, սրտը վտա, Կարավ ինձ երջանիկ բախտի ծապտալու արնիտա, հայոց աշխարհում ևս մեկ գեղեցիկ սուրբ ընտանիք կառուցվեց, ովքեր խոսք տվեցին, որ 5 երեխա են ունենալու, Ալբերտ լսում ես, չէ՞, 5 երեխա, բայց այսքանով անակնկալները չեն ավարտվում, մյուս անակնկալի համար խնդրում եմ բոլորդ զբաղեցրեք ձեր տեղերը և անուշ արեք հայկական խորովածը, գնացեք, երեխաներ, գնում ենք նստենք ձեր տեղերը, գնացեք։ Ընկերներ, այստեղ բացազատում ենք կատարում, որովհետև Էդգարի, Անահիտի և Գայանեի անակնկալը դեռ շարունակվում է։ Ի տարբերություն մեր բերած անակնկալի, ուշադրություն, շխուրը շատ է, բան եմ ասում։ Կարևոր բան եմ ասում, ուշադիր, բան եմ ասում, որը վերաբերում է բոլորիդ, մանավանդ աղջիկներին ու կանանց։ Հենց հիմա, հենց այս պահին, կհնչի երաժշտություն և ով կգանեց, իհարկե, Կարաբալան, Դավիթ շնորհակալ եմ արկամս։ Մենք խնդրում ենք բացի հարսից ու փեսայից բոլորդ նստեք, որ Կարաբալան մոտենա ձեզ, նա հարբած է, զգուշ եղեք, նստեք։ Ծավիքներ են կարացել, դոդողացում է ատերքին, ծավիքներ են կարացել, Կարաբալա, ծաղաճացել ունի, ծավիքների տանուժույը, ոչին ծավիք դեր չունի, Կարաբալա, ծաղաճացել ունի, ծավիքների տանուժույը, ոչ մի ծավիք դեր չունի, ծավիքների տանուժույը, ոչ մի ծավիք դեր չունի, Կարծես ծվել ես սերացած, սաղքես ամբյուրը ձեքի, կյակակինով է ծաղկացել, բարի ժողույթ է դրքի, ու ծաղիքներ ես բաժանում, բախում վարում է խաղ, ու ծաղիքներ ես նվիրում, ծծաղիքում անուշան, ու ծաղիքներ ես նվիրում, ծծաղիքում անուշան, Կարաբալա, ծաղաճացել ունի, ծաղիքների տանուժ բույրը, ոչ մի ծաղիք դեր չունի, Կարաբալա, ծաղաճացել ունի, ծաղիքների տանուժ բույրը, ոչ մի ծաղիք դեր չունի, ծաղիքների տանուժ բույրը, ոչ մի ծաղիք դեր չունի։ Երկու րոպե նկարես լնենք։ Նրան բան մտի տաս։ Հա։ Հեսա։ Hayatım ıslattı, yine batın tabi
Ցավիկների տանուշ բույրը ոչ մի ցավիկ դեր չունի Ցավիկների տանուշ բույրը ոչ մի ցավիկ դեր չունի Կարծես ծնվել ես սերացած սաղքես ամբյուրը ձեքի Կյանքինով է ծաղկացվել բարի ժպույտ է դերքի Ու ցավիկներ ես բաժանում բախում վարում է խաղ Ու ցավիկներ ես նվիրում ծնծավիկում անուշան Ու ցավիկներ ես նվիրում ծնծավիկում անուշան Կարապալա, կարապալա, ծախաչած է լունի Ցավիկների տանուշ բույրը ոչ մի ցավիկ դեր չունի Կարապալա, կարապալա, ծախաչած է լունի Ցավիկների տանուշ բույրը ոչ մի ցավիկ դեր չունի Բարեկամներ, գիտեմ, որ շատ հետաքրքիր է Կարաբալայի պատմությունը, բայց հավատացեք, մենք ուշանում ենք, պետք է գնանք գյուղ Նալբանդյան, որտեղ նույնպես ամուսնանում են եւ հայոց գեղեցիկ Սուրբ օջախ են կառուցում, այսօր արդեն երրորդը։ Եվ մենք ստիպված մեկ մարդու նեղացրեցինք, չկարողացանք գնալ նրա որդու ծննդյան օրը, մեր մեծ աղբեր, Անուշ աղբեր Արմենին Գեղարդից ես նեղացրեցի, ես նրա հետ ծանոթացել էի Գեղարդի բակում, բայց չկարողացա հասնել նրա առիթին, ինչի առիթով ինձ շատ վատ եմ զգում, բայց ինչ արած, բաներ կան, որ ես չեմ որոշում, որոշում է հենց ինքը օրը և պահը, այնպես որ ամեր մեծ աղբեր Նուրա մրցելով կայնել էր ստեղ ավտոներն էր կայնացնում, օգնում էր, որ կայնացնեն, ուր գնաց նա, չերևում, մենք է շատ շտապ ենք, այնպես որ կներես մեծ աղբեր, եթե կտեսնես տեսանյութը իմացիր, որ ես շատ էի ուզում, որ քեզ շնորհակալություն ասեի, բայց ստեղ չէիր, դե ցուրտ է մարդը ոնց կայնի այդքան դուրսը, Վարդան, հիմա իջնում ենք, Փարաքյարով գնանք, Փարաքյարը Արգավանդի Խաշմերուկից աչ անենք ու գնանք ուղիղ բան աղբերս, Նալբանդյան գյուղ, բարեկամներ լայքեք, բաժանորդագրվեք, Հայոց աշխարհում թող զույգերը ամուսնանան եւ առաջ գնան, ստեղծեն ամուր ընտանիքներ, իսկ մենք տեսնենք ու հիանանք։ Սա է մեր Հայաստան աշխարհի միակ երաշխավորը, որ կլինի Հայաստան աշխարհ։ Բարեկամներ, հարգանքներս, մենք հիմա գտնվում ենք Հայաստանի շատ գեղեցիկ գյուղերից մեկում, Նալբանդյան գյուղում, Եվ այստեղ գալու ճանապարհին չես էլ պատկերացնում, որ կարող գնաս ու հանդիպես ես մեծ ռեստորանի, գեղեցիկ շքեղ ռեստորանի, բայց արի ուտես, որ կա այդ ռեստորանը եւ այդ ռեստորանում հենց հիմա անում են շատ գեղեցիկ հայկական հարսանիք։ Միավորում են ընտանիք Նորայրը եւ Սուսաննան այսօր որոշեցին իրենց կյանքերը կապեն մինչև վերջ եւ գեղեցիկ ընտանիք կազմեն։ Իսկ մեքենաների դասավորվածությունը տանցու եմ դա ուտրա ստիլով է, այնպես որ այստեղից ոչ ոք չի կարող դուրս գալ, բոլորը պետք է մնան մինչև վերջ, պարեն ուրախանան։ Իսկ ծաղիկները Վարդան մենք հենց հիմա տանենք հասցնենք տեղ, հա։ Դուրը փակեմ մեքենայի ամեն դեպքում։ Ես կասկածներ չունեմ, բայց փակեմ, որովհետև ճիշտը փակելն է։ Փակենք դռները ու գնանք գեղեցիկ անակնկալ անելու։ Ասեմ ձեզ, որ մեծ քաղաքից է անակնկալը, Ֆրանսիայի մեծ քաղաքից, Աշոտ մեծ աղբոր ընտանիքի կողմից Նորայրի, այսինքն Նորայրը գալիս է մեր մեծ աղբեր Աշոտի քեռութորը, այսքան հեռավոր բարեկամություն, բայց սեր ու հարգանքը կա եւ հենց այս տեսքով է արտահայտվում։ Գնում ենք մեծի ծաղիկները հանձնենք մեր հարսիկին Նորայրի ձեռքերով։ Գեղեցիկ ու շքեղ է ռեստորանը։ Գնանք գտնենք հանդիսավարին։ Բարեկամ, բարև։ Հանդիսավարն ով է։ Գրիգոր Թովմասյան։ Գրիգոր Թովմասյան։ Գրիգոր Թովմասյանը։ Մեր Գրիգորն է։ Ջան։
Հարուս ընկեր։ 1000 բարին։ Աբա ո՞նց ես ախպեր։ Լավ եմ ախպերս դու ո՞նց ես։ Դու լավ ենք ընկեր։ Ինչ եք անում ախպեր։ Բան չէ, հարսանիք եք եկել։ Լավ ենք արել։ Բա հարսանիք եք անում։ Բա Բայց ավտոներն դենց է կայնացել որ սաատ միջև դες մնաք բարեք։ Ա ոտո չէ, ոտո որ գաք մոտի գա։ Ոտո։ Հա։ Չեն է, չենի կգամ։ Բարով եմ եկել, հա, եկել եմ հանդիսաբարն եմ մանգալի, չկա։ Հանդիսաբարը մի խոսում է, սա կանչեն կգա։ Կանչենք թող գանա։ Կանչեն կգա։ Մեռնեմ քո սրտին, քեփ չի ախպեր։ Ստեփանն է, չէ։ Դա ով է։ Դա Ստեփանն է, Ստեփանը չէ, Ստեփանը։ Ստեփանը, հա։ Ստեփան Մարգարյանը, որ միշտ պատտվում է շրջանում է։ Պատտվում է նա, հոլի պես։ Միշտ պատտվում։ Հա, նայում եմ ասում դեմքը ծանոթ է։ Ես էլ եմ ասում քո դեմքը ծանոթ է։ Բարև ձեզ։ YouTube-ով եմ տեսել մարդը։ Բա տեսել ես, լավ ես արել, մեռնեմ սրտին։ Հեսա Գրիգոր աղային կանչենք, Գրիգոր աղան։ Ինչ կա, այսու կողմից է։ Օ, Գաղտնիք է։ մեծ քաղաքից է։ Գյումրիից։ Չէ, մեծ քաղաք։ Ախպե, մեծ քաղաք։ Այդտենց հարց եմ տալի, նես բան եմ ասում, որ տենց է չես ասի միջև վերջ։ Ֆրանսիայում մեծ քաղաք կա։ Գիտեի, չգիտեի։ Լիոննա, մեծ, աննը մեծ է։ Ֆրանսիա, Փարիզ։ Մեծ քաղաք է։ Այս մեծ քաղաք։ Աննը մեծ է, հա։ Չէ։ Աշոտը։ Հա, արտակի ախպերը։ Հա, լավ, շողալի նավարն է եկել։ Հեսա գողորի կանչեն կգա։ Ամեծ ախպեր, անուշ ախպեր։ Հեսա։ Մեռնեմ սրտին։ Արա դե ստեի ժողովուրդը մեր ախպերներն են, էլի, ուրիշ ձև է ախպերները։ Հա, Գրիգոր։ Դոբրի։ Դաբրյակ։ Լավ ախպեր ես, դու լավ ես, մենք եկել ենք։ Շշադիրել ես, սաղ տղել եմ անագ։ Գիտեք, տորտը կիսում ենք բարավարտման, ասում եմ անկան չեմ ասում։ Всё, ուժեղա։ Բան անենք, մտի տորտ կիսելը նկարի։ Տորտը թող կիսեն, Վարդան կայնի ուր ես էտում, Վարդան։ Աչքերը ծով են, արևի շող են, որ փայլում են մաքուր սիրով լցնում իմ հոգին ու կանչում են ամուր գրկում թարվում իմ սրտին եւ մեզ սերը օրորում է շուրթերդ լուր են ալ կարմիր նուր են երբ ժպտում եմ սիրտս սիրուց երկինք է ճախլում Սավառնում են սիրով դեպի քեզ դառնում Սիրուց նորից խեթանում Իմ սիրտն ափերիդ մեջ Կրկնում եմ որ սիրում եմ քեզ իմ սեր Անունը սրտիս մեջ կպահեմ ես անվերջ Երդվում եմ քեզ որ դու հիմնես հավերջ Իմ սիրտն ափերիդ մեջ Կրկնում եմ որ սիրում եմ քեզ իմ սեր Անունը սրտիս մեջ կպահեմ ես անվերջ Երդվում եմ քեզ, որ դու իմնես հավերջ Հիմա դու իմն ես, իմ չկնախքին ես Քո բուրումունքից սրտեր այրող սիրուց եմ արդում Քո գրկում ես երջանկության մի պահ եմ ապրում Սիրուց նորից խեթանում Իմ սիրտն ափերիդ մեջ Կրկնում եմ որ սիրում եմ քեզ իմ սեր Անունդ սրտիս մեջ կպահեմ ես անվերջ Երդվում եմ քեզ որ դու հիմնես հավերջ Իմ սիրտն ափերիդ մեջ Կրկնում եմ որ սիրում եմ քեզ իմ սեր Անունդ սրտիս մեջ կպահեմ ես անվերջ Երդվում եմ քեզ որ դու հիմնես հավերջ
Իմ սիրտն ափերիդ մեջ կրկնում է որ սիրում եմ քեզ իմ սեր անունդ սրտիս մեջ կպահեմ ես անվերջ երդվում եմ քեզ որ դու հիմնես հավերջ իմ սիրտն ափերիդ մեջ կրկնում եմ որ սիրում եմ քեզ իմ սեր անունդ սրտիս մեջ կպահեմ ես անվերջ երդվում եմ քեզ որ դու իմն ես հավերջ 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 Հոգի իրեն մեջ կանանում, կանանում է, ուժումները շտապում են մամաների մոտ։ Չեն գնում մամաների մոտ, թող գնան տատիկների մոտ, հիմա անակնկալ Մեզենյանի մոտ, կտեսնենք բոլորը, չշրջվես Հարսիկ։ Նայի դիմացդ։ Գերիքորը նենց ասերի իստվում ակամատացի, ես իմ որդերներից բարեկամ է եկել, ծապերը մեզ բարձր տվեք, գեղեցիկ, սիրում ծապեր են մեզ պետք։ Ես արդեն սովորել եմ ծաղտալու ճիշտ ձևը, դրա համար միատ հարստամ, հարսի կողմը որն է, որտեղ է նստան, միատ հարսի կողմն է ծափեր տալի, չես DJ, մի խանգար ծափեր թող տան, հարսիկի կողմն է ծափեր տալիս։ Պահ, դե մի րոպե, սպասեք, հիմա հեսայի կողմն է ծափեր տալի։ Տեսակ իշ լավ աստասնում, դե եկեք հիմա, հարցիկի ու պեսայի համար երկու կողմերով ծապ տվեք տենակ իշկան եք սիրում, իշկան եք օրդնում ես միությունը։ Շնորհակալ եմ շատ, դե որ սեզ լավ ծապեր հնչեցին, ես կամաց կմոտենամ մեր նորայրին, նորայր բարեկամս շնորհավորում եմ ձեր միության համար և ինչու եմ մոտեցել քեզ, որովհետև հենց քո բարեկամներն են ասել, որ մոտենամ, գամ իրենց օրդությունը փոխանցեն ձեր նորաստեղծ գեղեցիկ սուրբ ընտանիքին, իսկ ծաղիկները դրա բառապացույցն են, վերցրու թևս ցաված նորայր, վերցրու որ նվիրես, մի հատ էլ որ լավ ծափեր տան, պաչիկ ես անում, հա? Ծափերը բարձր տվեք, որ հանկարծ ընեն շնի։ Դու անսահման գեղեցիկ ես, մի վարկյանում սիրեցի քեզ, լուսավոր ես ինչ անուշիկ ես։ Բա հիմա գամ քո մոտ նորայր նորից, ում կողմից կլինի ես անակնկալը։ Հուշեմ։ Շատ հարազատ մարդ է։ Շատ է քեզ սիրում այդ հարազատ մարդը, ինքն էլ հեռու է մի քիչ։ Ոչ միայն ըտածները շատ սիրում, որ սենց աղագետան ես։ Հա, դու շատ խորիմաց պատասխաններ ես տալի, դու ես եկա ծափեր տվեք, պեսան ուժեղ տղա է, շատ լավն է։ Սուսաննա, իմացի, ես անակնկալը քո հանդեպ լծված սիրով էլ է, որովհետև շատ են ուրախացել, որ Գերդաստան լավ հարց է եկել և լիքը բալիկներ եք ունենալու, 4, 5, 6, 7, 8, համաձայն եք, դե ծափեր տվեք, որ ուտենանք համաձայն եք։ Դե հիմա հենց այդ առիթով ես մի հատ նվեր կտամ, փոխանցեմ, որ առաջի բալիկի ծնվելուց ես նվերը բացեք, հլը վերցրու, նոր այլ վերցրու, անպես ինչ գեղեցիկ, նվերա այնտեղ թակնով, այս անպայման բացում եք, հա? Անպայման կբացվի, իսկ հիմա ես բացեմ գաղտնիքը միշտ դու դա կբացես հետո, մի տարի հետո, հարցեք, հա? Շուտ? Ավելի լավ, այսօր ամեն ինչ կլինի, հզորա, շատ լավ է։ Եվ հիմա մի հատ էլ հարցնամ, եթե չասես ում կողմից, հա, հարց չկա, ասեմ ես, այդ քաղաքը մեծ է։ Չէ, ես թողում եմ, որ դու կասես, ես գիտեմ, ով է։ Ուզում ես հետաքրքիր ասեմ։ Ուրեմն ուշադրություն։ Աշոտ անուշ մեծ աղբոր կողմից է անակնկալը, իր ընտանիքի կողմից Ֆրանսիայի մեծ քաղաք կա Ֆրանսիայում, ով չգիտեր ցավ տվեք։
Ես ու դու չգիտենք պաստորեն, մնացած սաղ գիտեն, ապրեք որ գիտեք, հիմա ով գիտեր թո ինքը ծապտա, վերջին ծապերը գեղեցիկ ես հեռանում եմ։ Ապրեք շատ լավն էր վերջին ծապերը ձեզ, միություն, սեր ու երջանկություն, հայոց աշխարհում ևս մեկ սուրբ ընտանիք կառուցվեց ձեր օրհնությամբ, ձեր ծապերի օրհնությամբ, հա։ Գերիկոր ուր ես, զգացիր ծապ չեն տալի։ Եկեք բոլորը սափարենք նաև մեր ընկերոջը, ով անհանգստան կերպով միացավ հաջորդին նրան ծափ տալիս է։ Նա, ոչինչ։ Մենք չենք նեղանում ծափերի պակասից, ընդհակառակը մենք մեզ լավ ենք զգում, որ մարդիկ այնքան են պարել, հոգնել են, չեն կարում ծափ տան, արա, հոգնել են ախր, հələ պարելու են։ Ես դեռ ասեցի, որ մեքենաների շարվածքը հենց դրա մասին էր, որ տանցու եմ դաուտրա։ Նալբանդյանի մուշը ռեստորանում, տենց ենք հեփանում։ Նես որ եթե ուզում եք շատ պարեք, եկեք ստե։